Բարի ուշ երեկո։ Այսօր արդեն ընդդիմությունը սկսեց ավելի ինտենսիվ կերպով փորձել հիմնավորել, թե ինչու է պետք մանդատներ վերցնելը։ Նախ Նարեկ Կարապետյանը տեսանյութ հրապարակեց իր էջում, որում ասում էր, թե լավ լուր է հայտնում, ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ունենալու։ Տեղեկացնեմ, որ դա դեռ փաստ չէ, քանի որ ընդդիմությունը չի կարող երաշխավորել արդյոք այն պատգամավորները, որոնք անցնեն ազգային ժողով ընդդիմադիր ցուցակներով, չեն ենթարկվի Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի կողմից այնպիսի ճնշումների, ինչի արդյունքում չեն անի այն, ինչ որ կուզի Նիկոլ Փաշինյանը։ Աննա Գրիգորյանը նաև իր հարցազրույցում նշեց, որ ընդդիմությունը պետք է տա հանրային երաշխիքներ առ այն, որ իրենց պատգամավորները, եթե մանդատները վերցնեն, չեն ծառայի ԿՊ օրակարգին։ Հիշեցնեմ, որ ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը, բազմաթիվ անգամներ տարբեր տիպի խոստումներ է տվել եւ որևէ անգամ չի պահել իր խոստումը, հետեւաբար հարց է առաջանում, թե ինչու պետք է նրանց տված հանրային երաշխիքը հանրության կողմից ընդունելի եւ ընկալելի լինի։ Մինչ այս պահը ընդդիմությունը դեռևս չի հայտնել այն մասին մանդատները վերցնելու են թե ոչ, դա արվում է մի նպատակով, որպեսզի ժամանակ ձգեն, վերջնական որոշումը հիմա չասեն եւ փորձեն այդ ժամանակահատվածում հիմնավորել, թե ինչու է պետք մանդատները վերցնել։ Անդրադառնամ նաև Աննա Գրիգորյանի կողմից հնչեցրած մի քանի մտքերին, մասնավորապես նրան, որ Աննան ասում է, թե 2021-ից 26 թվականը Հայաստան դաշինքը բոլոր պայքարների, փողոցային պայքարների կամ նախաձեռնողն է եղել, կամ ակտիվ մասնակիցն է եղել, հպարտությամբ է նշում, այդ մասին։ Հիշեցնեմ, որ 2021 թվականից մինչ օրս բոլոր պայքարները, ակցիաները, ցույցերը, բողոքները ավարտվել են ձախողմամբ, այսինքն ուզում եմ հասկանալ, որ պայքարների մասին է խոսքը, այն պայքարների, երբ մարդիկ գալիս էին, բերման էին ենթարկվում, փողոց էին փակում, կալանավորվում էին եւ արդյունքում ոչինչ տեղի չէր ունենում, այն պայքարների, երբ մարդիկ հազարներով հավաքվում են եւ դուք ուղարկում էիք տուն սուրճ խմելու, թեյ խմելու, տաքանալու, որպեսզի հետագա գործողությունների մասին տեղյակ պահեք, այդ պայքարների մասին է խոսքը։ Արձանագրենք նաև, որ 2021-ից 2026 թվականը Հայաստան դաշինքը բացարձակապես ոչինչ չի արել ազգային ժողովում։ Ես առանձին եթեր ունեմ այդ մասին, ընդամենը 6 օրենսդրական նախաձեռնություն են ընդունել, որոնք շատ անկարևոր թեմաների մասին էին։ Չի խոչընդոտել ԿՊ-ի կողմից ներկայացված որևէ օրենքի անցկացմանը, չի կարողացել որևէ լուրջ ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։ Նաև հիշենք, որ 2021 թվականին հանրությունը ձայն տվեց Հայաստան դաշինքին, այսինքն ամբողջ ընդդիմադիր հատվածը միավորվեց, աջակցեց Ռոբերտ Քոչարյանին, ամենևին չուզելով տեսնել նրան քաղաքականության մեջ։ Բայց դա արվեց երկու նպատակով։ Առաջինը, որպեսզի Արցախի հարցը դրական լուծում ստանա, եւ երկրորդը, որպեսզի հեռացվի Նիկոլ Փաշինյանը։ Այս երկուսից որևէ մեկը չարեց Հայաստան դաշինքի իր առաջնորդի հետ միասին։ Եվ այսօր, երբ Հայաստան դաշինքը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող անցկացնել իրենց բառերով ասած Ալիևի կողմից պարտադրվող սահմանադրությունը, քանի որ սահմանադրական մեծամասնություն չունի, ես կարող եմ արձանագրել, որ եթե Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը իրենք են, ապա ամենայն հավանականությամբ կանցկացնի Նիկոլ Փաշինյանը այդ սահմանադրությունը։ Հաջորդը Աննա Գրիգորյանը միտք է հնչեցնում, որ եթե իրենք մանդատները չվերցնեն, ապա Նիկոլ Փաշինյանը այդ մանդատները կարող է նվիրել այլ ուժերի։ Սա ակնհայտ մոլորեցնող թեզ է, սա անհնարին մի բան է։ Այս թեզը նշեմ, որ ընդդիմությանը նվիրել է հենց ԿՊ-ն, որպեսզի նրանք կարողանան ինչ-որ ձև հիմնավորել մանդատները վերցնելը, այսպիսի բան չի կարող տեղի ունենալ։ Եվ այս կերպ նրանք ուղղակի փորձում են խաբել եւ մոլորեցնել իրենց քվե տված մարդկանց։ Ինձ մոտ հարց առաջացրեց նաեւ այն, թե ինչու մինչ այս պահը Սահմանադրական դատարան հայց ներկայացված չի։ Աննա Գրիգորյանը իր հարցազրույցում նշեց, որ առաջիկա օրերին դա կարվի։ Թե ուժեղ Հայաստանում, թե Հայաստան դաշինքում կա բավականին մեծ իրավաբանների խումբ։ Եվ հարց է առաջանում, թե ինչու է ձգձգվում այս process-ը։ Իրականում այդ ձգձգումը ձեռնտու է առաջին հերթին հենց ընդդիմությանը, քանի որ նրանք ժամանակ են շահում, որպեսզի այդ ժամանակահատվածը մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը
կարողանան օգտագործել եւ փորձեն այդ ընթացքում հիմնավորել իրենց կողմից մանդատ վերցնելու արդյունավետությունը։ Նշեմ նաեւ, որ երբ հասարակությունը ընդդիմությունից ակնկալում է ակտիվ գործողություններ եւ այդ գործողությունները չկան, որոշակի ժամանակ երբ որ անցնում է, արդեն հասարակության մոտ գալիս է հիասթափության ալիքը եւ այդ ակնկալիքները այլևս չեն լինում։ Մարդիկ հոգնում են, զբաղվում են իրենց առօրյա գործերով եւ չակերտավոր ասած մոռանում են այդ թեման։ Ընդդիմության հույսը հենց դա է։ Նույն հռետորաբանության մեջ է Ուժեղ Հայաստանը, որը փորձում է ցույց տալ, թե իբր ԿՊ-ին սահմանադրական մեծամասնություն չտալը ինչ որ լուրջ հաջողություն է, այնինչ ընդդիմությունը տոտալ պարտություն է կրել։ Իրականում ժողովուրդը, հանրությունը աջակցել է ընդդիմությանը այնքան, որքան անգամ Նիկոլ Փաշինյանին չէր աջակցել 2018 թվականին։ Այս ընթացքում եղած բոլոր բողոքի ցույցերին, բոլոր ակցիաներին մարդիկ եկել են, մասնակցել են, ընտրություններին մասնակցել են, զզվելով ձեզանից, այո, որովհետև շատերը չեն տեսնում ձեզ քաղաքականության մեջ, այնպես չէ, որ հավատում են ձեզ, վստահում են, բայց ձեզ քվե են տվել մի բանի համար, որպեսզի դուք հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Եվ այսօր դուք հայտարարում եք, որ ընտրությունները կեղծված են, լեգիտիմ չեն, կան գրանցված բազմաթիվ ընտրախախտումներ եւ այդ ամենի ֆոնին փոխանակ փողոցային պերմանենտ պայքար սկսեք, փորձում եք ամեն կերպ հիմնավորումներ գտնել, թե ինչու է պետք մանդատները վերցնել եւ փորձելով խաբել նորից մարդկանց, թե դուք գնում եք պայքարը շարունակելու, որ պայքարը, որտեղ է տեղի ունենում այդ պայքարը, ցույց տվեք, ինչ պայքարի մասին է խոսքը։ Դուք համարում եք, որ սահմանադրական դատարան դիմելը դա պայքար է, այն սահմանադրական դատարան, որը հենց ինքներդ ասում եք, որ ամբողջովին կառավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իրականությունը շատ ցավոտ է, իրականությունը այն է, որ դուք չեք կարող պայքարել, ձեր առաջնորդները ամբողջովին կախված են Նիկոլ Փաշինյանից եւ դուք կարող եք պայքարել այն չափով, որ ձեզ թույլ կտա Նիկոլ Փաշինյանը։ Ձեր առաջնորդները չունեն նաև վճռականություն, որ վտանգելով ամեն ինչ, քանի որ իշխանափոխություն անելու համար, այո, մարդը վտանգում է ամեն ինչ, վճռական լինեն եւ գնան իրական պայքարի։ Եվ այս մոտեցումը որդեգրելով դուք ոչ միայն ապականում եք քաղաքական դաշտը, այլ նաև պառակտում եք, քանի որ ձեր թիմերը ձևավորված են բացառապես մեկ անձի եւ այդ անձի կապիտալի շուրջ։ Ի վերջո Հայաստան դաշինքը, որը կուլ տվեց ՀՅԴ-ին, սպասարկում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի շահերը եւ մենք շուտով նորից ականատես կլինենք դրան, եթե կալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, ապա դատարանի դիմաց նորից կլինեն հավաքներ, բողոքներ։ Գիտեք, երբ որ պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ ձեր առաջնորդին են դիպչում, դա արդեն պայքար է կոնկրետ մարդու եւ այդ մարդու շահերի համար եւ ամենևին կապ չունի պետության ու հանրության շահերի հետ։ Նաև նշեմ, որ հիմա եթե Նիկոլ Փաշինյանը կատարի իր նախընտրական խոստումները, ինչի վրա իհարկե կասկածում եմ, այդուհանդերձ եւ կալանավորի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, ապա հավատացեք հասարակությանը մեկ կլինի, քանի որ այդ մարդիկ ձեզ քվե են տվել, ամենևին չպատկերացնելով ձեզ քաղաքականության մեջ, եկեք անկեղծ լինենք, դուք այնպես չէ, որ փայլուն պետական կամ քաղաքական գործիչ եք, որ ձեր բանտում գտնվելուց մեր պետությունը տուժի։ Իրականությունն այն է, որ այդպես չէ։ Մարդիկ ձեզանից ակնկալել են կոնկրետ գործողություններ, հավատացել են ձեզ, խաբվել են եւ հիմա եթե դա տեղի ունենա, ապա հասարակությանը լրիվ մեկ կլինի, ձեզ կկալանավորեն, կհարստահարեն, թե ինչ կանեն։ Պետք է նաեւ գիտակցել, որ Հայաստանի ներկա վիճակում աղետաբեր է այսպիսի ընդդիմություն ունենալը։ Ընդդիմություն, որը չի կարող որևէ վերահսկողություն ունենալ իշխանության նկատմամբ, չի կարող ազդեցություն ունենալ իշխանությունների կողմից կայացված որոշումների վրա, չի կարող զսպել իշխանությանը։ Սա բավականին լուրջ վտանգ է Հայաստանի համար եւ դուք ինչքան էլ կրկնեք, որ պայքարում եք, մտածում եք ոնց անեք, որ պայքարը շարունակեք, գնաք ազգային ժողով, չգնաք ազգային ժողով, այդ պայքարը փաստացի չկա, այսինքն որտեղ է այդ պայքարը։ Ցույց տվեք, գուցե մենք չենք տեսնում, ինչ որ տեղ պայքարում եք, չգիտեմ որտեղ, բայց չի երևում այդ պայքարը ամենևին։ Եվ գիտեք, իրականում այստեղ մանդատ վերցնել, չվերցնելու հարցը զուտ ունի մի իմաստ։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ, եթե դուք վերցնում եք մանդատը, դուք լեգիտիմացնում եք ձերիս կողմից հայտարարված կեղծված ընտրությունները։
Ուղղակի քաջություն ունեցեք եւ հայտարարեք, որ ուզում եք վերցնել մանդատները, առանց խաբելու, առանց մանիպուլյացիաների, պարզ ասեք մարդկանց, որ դե հիմա ժողովուրդ ջան այսպես ստացվեց, մենք վերցնելու ենք մանդատները, գնանք ազգային ժողով, տեսնենք ինչ կարող ենք անենք։ Դա իհարկե ունի իր ռիսկերը, ինչպես նշեցի, դրանով դուք կլեգիտիմացնեք ընտրությունները, բայց անկեղծ եղեք մարդկանց հետ, մի խաբեք։ Դուք հույս ունեք երևի, որ շուտով ամառ է, մարդիկ կգնան հանգստանալու, որոշակի ժամանակ կանցնի, կմոռանան ձեր խոստումները, 300,000 ադրբեջանցիներին, իշխանափոխությունը եւ այլն, եւ ձեզ հանգիստ կթողնեն։ Ես վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու։ Այս անգամ ժողովրդին խաբելու գինը լինելու է քաղաքական դիակ դառնալը, դուք չեք մարսելու։ Եվ եթե շարունակեք նման մանիպուլյատիվ ու անմեղսունակ կեցվածքը, ապա այդպես էլ կլինի։ Իդեպ նշեմ նաև, որ ես պատրաստ եմ հարցազրույցի հրավիրել ձեզանից յուրաքանչյուրին, թե Հայաստան դաշինքից, թե Ուժեղ Հայաստանին, ընդամենը մի պայման ունեմ, նախապես հարցեր չեմ քննարկելու։ Ես կարող եմ լսել նաև ձեր տեսակետները, ձեր հիմնավորումները, եթե դուք պատրաստ եք պատասխանեք այն հարցերին, որոնք որ ես ձեզ այս ֆորմատով ուղղում եմ, ապա խնդրեմ կարող եք գալ եւ հիմնավորել, օրինակ, որ ես սխալ եմ։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ ես բացահայտ ձեզ հրավիրում եմ հարցազրույցի, եկեք եւ ասեք, որ ես ինչ-որ մի բան սխալ եմ ասում։ Ես գիտեմ, որ ես սխալ չեմ ասում, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունն էլ եմ ես ձեզ տալիս։ Այսօր այսքանը, լավ եղեք։